այդ նվիրումը ցույց տվեցին Իրանի հանդեպ եւ իրենք ասացին մենք այստեղ փոքրամասնություն չենք սա մեր երկիրն է եւ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ապացուցեցին սա ապացույց հազարավոր այն զոհերը որ եղան ասում է Իրանը իրոք աշխարհի սիրտն է եւ ես չեմ կարող այդ սիրտը չսիրել նեզամի շատ հզոր է շատ հակառակ այն բանի որ այսպես կոչված ազարիները ասում են դա Պարսիկ չէ Պարսիկ է իր գրականությամբ իր հայրենասիրությամբ իր տողերով ոչ թե տողատակով այլ տողերով Դուք առաջին անգամ երբ եկաք Հայաստան, պարոն Մելիքյան, ձեր զգացողությունները հիշում եք։ Ինչ զգացողություններ էին դրանք։ Նախ երբ Հայաստան եմ եկել, հավատացնում եմ ձեզ հողամբուրեցի։ Մեր պետական այրերը, այսպես կոչված այրերը, իրենց բերանը ջուր առած Արցախ անունը չեն ուզում տան։ Հայրենիքի մեր այդ չքրախ ասի, դա է տիրախավորվել հիմա ոգեղենն է տիրախավորում, ասաց պարոն Մելիքյան, հայերը Իրանում քանի միլիոն են, ես հանկարծակի եկա, ասեցի, անգեղ ասաց չգիտեմ ձեր կարծիքը, ասաց 5 միլիոն կլինեն, ասի, ճիշտ ասաց ես ստույգ թիվ չգիտեմ, ասի, բայց դուք որտեղից այդ 5 միլիոնը վերցրեցիք, այո, կարողացաք ներկայացնել ասաց որովհետև իմ ամեն մի 5-րդ պրոֆեսորը հայ է Պարոն Մելիքյան բարև ձեզ ուրախ եմ որ ժամանակ գտաք ու հանդիպեցիք մեզ ես ուրախ եմ որ ինձ հրավիրել եք հարցազրույցի Պարոն Մելիքյան այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Իրանի վրա Ձեր կարծիքով Իսրայելի հարձակումը Իրանի վրա ինչի համար էր դա այնտեղ միջուկային ծրագրի կասեցման պատճառով էր հարձակումը իշխանապողություն անելու թե պարզապես Իրանը կազմաքանդելու ձեր կարծիքով Եվ իշխանապողություն եւ Իրանը կազմաքանդելու Իրանը հզոր երկիր է Իրանը դարերի մշակույթ կրող երկիր է Իրանը առաջինն է եղել, որ դեմոկրատիա է հաստատել իր երկրում, Աքեմենյան պետության ժամանակ։ Եվ ինչու աշխարհի այսպես կոչված դեմոկրատական ուժերը չքննադատեցին Իսրայելին, որ նախահարձակ եղավ։ Պատերազմի ժամանակ հալվա չեն բաժանում։ Ես հասկանում եմ, երբ որ զինվորականներին թիրախավորում են, բայց ես զզվանք եմ ապրում։ Նողկանք, երբ որ մարդիկ թիրախավորում են գիտնականին, դա պետական ահաբեկչություն է։ Ես որպես Երևանի պետական համալսարանի դասախոս, երկարամյա դասախոս, դատապարտում եմ, չի կարելի գիտնականին ոչնչացնել, թիրախավորել գիտնականին, ամոթ է, և նորից ընդգծեմ, որ դա պետական ահաբեկչություն է։ Տեսանք, թե վերջին շաբաթվա ընթացքում քանի գիտնական թիրախավորվեցին Պարսկաստանում։ Գիտնականը համաշխարհային արժեք է։ Գիտնականը աշխարհի համար է ստեղծված եւ տարիների իր փորձը չի կարելի մեկ վայրկյանում գերեզմանիչեցնել։ Պարոն Մելիքյան, երեկվա իր ելույթում Ալի Խամենեին նշեց, որ Իրանը թշնամու դեմ պայքարելու բազմադարյա փորձ ունի եւ Իրանը ունի այնպիսի քաղաքակրթություն է իրանական քաղաքակրթությունը, որ դժվար կլինի այդ քաղաքակրթության դեմ ինչ-որ բան անել։ Ձեր կարծիքով այս նախադասությունները ինչի համար ասվեցին, ինչու հենց շեշտվեց քաղաքակրթական պահը։ Ես պետք է ասեմ, դուք գիտեք, որ սելջուկներ եկան, մոնղոլներ եկան, բայց բոլորը դրանք դառան պարսիկ իրականության կրողներ։ Զարմանալի բան եմ ասում, չէ, Օլողբեքը արդեն պարսիկ էր դարել, չէ, և գիտնական էր, ոչ միայն քաղաքական այրեր, մշակույթի դերը շատ մեծ է Պարսկաստանում, և դուք դա կարող եք զգալ
փոքրամասնությունների ներկայության ժամանակ թե ինչպիսի մեծ հարգանք են վայելում, հատկապես մենք հայերս ինչ հարգանք ենք վայելում։ Եթե 10 արհեստավոր կա մի թաղամասում, անպայման կմատնանշեն, որ հայի մոտ գնացեք, որ հայը սուտ չի խոսում, հայը ճշմարիտ է եւ մաքուր գեղեցիկ գործ է անում։ Նույնպես հայերը այդ նվիրումը ցույց տվեցին Իրանի հանդեպ եւ իրենք ասացին մենք այստեղ փոքրամասնություն չենք, սա մեր երկիրն է եւ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ապացուցեցին սա։ Ապացույց հազարավոր այն զոհերը, որ եղան։ Այսօր Իրանի մշակույթն էլ է թիրախավորված։ Հավատացնում եմ դες արտաքին գործոց նախարարությունը դա պատմական շենք է։ Ձեռագիրը նույնն է, հավատացնում եմ ձեզ։ Թուրք-ազերիական ձեռագիրը ճիշտ նման է իսրայելական ձեռագրին։ Ինչպես ազարիները մեր պատմական ջուղայում հուշարձանները ավերեցին եւ լցրեցին Արաքսի հետը։ Պարսիկները մեզ ահազանգեցին, որ ահա թիրախավորված է ձեր մշակույթը։ Եվ նույն գետի աջ ափում իրենք վերականգնում են հայկական հուշարձանները պետական միջոցներով։ Սա է իսկական մշակույթ պահող երկիրը, ոչ թե թուրք-ազարիական եւ այսօր ինչու է իսրայելական այդ հարձակումը որ տեղի ունեցել։ Ձեր հարցազրույցներն էին նայում, այնտեղ մի անգամ ասացիք արդեն Հայաստանի վերաբերյալ, ինչպես կարող է այսպիսի գրականություն ունեցող երկիրը պարտվել։ Եթե դա պրոյեկտենք Իրանի վրա եւ Իրանի մշակույթի վրա, ինչպիսի վահան կարող է լինել Իրանի մշակույթը այսօր այդ պայքարի ծիրում եւ հետաքրքիր էլի դարեր ի վեր իրանական պոեզիան կարծես հենց այդ վահանի դերը որոշակի առումով կատարել է եւ կրթել է եւ պաշտպանել է այսօր այն ինչ կարող է անել եւ ինչ է արել դարերի ընթացքում ձեր կարծիքով։ Եթե դուք կարդաք Ֆիրդուսի եւ գիտեմ որ կարդացել եք վստահ կտեսնեք թե նրա տողերի տակ ինչ է պահպանված, ինչ սիրով, ինչ նվիրումով է խոսում իր երկրի մասին։ چو ایران نباشد تن من مباد بدین بوم و بر زنده یک تن مباد ասում է եթե Իրանը չլինի մեծ Ֆերդոսին ասում ես թող չլինեմ որպես ֆիզիկական գոյություն ֆիզիկապես գոյություն չունենամ եւ այս երկրում նույնիսկ մի մարդ թող ողջ չլինի նրանք սիրահարված են սիրում են իրենց երկիրը Սադին Խաֆեզը Մոլանա Ջալալեդդինը Ռումին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր 800-ամյակը տոնեց, մենք 1934 թվականի Ֆիրդուսու 1000-ամյակը տոնեցինք, ինչ շքեղ, ինչ գեղեցիկ թարգմանություններ եւ Չարենցն է գիրքը խմբագրել։ Այո, եւ Մարտիրոս Սարյան, մեծ են Մարտիրոս Սարյանը այդ գիրքը զարդարել է իր նկարներով։ Ամբողջ իրանական պոեզիան հայրենասիրություն է, սեր մարդու հանդեպ եւ աշխարհի հանդեպ։ Բանի آدم اعضای یک پیکرند که در آفرینش ز یک گوهرند چو دردی به درد آورد روزگار دیگر عضوها را نماند قرار تا که از مهنت دیگران بیغمی نشاید که نامت نهند آدمی եթե դու այլոց վշտից անտեղյակ ես հնարավոր չէ քեզ մարդ արարած կոչը սա իրանական պոեզիա ցավոք սրտի հիմա այդ ամենը հարվածի տակ է հուսամ որ Սևան Պերեկանցն Իրանի վրա է եւ Իրանը հաղթահարված դուրս կգա այս մեծ փորձությունից Պարոն Մելիքյան, հետաքրքիր է, որ Չարենցը շատ ազդված է եղել եւ իրանական մշակույթից եւ արվեստից եւ ինքը անդադ շեշտում էր, որ Իրանի արևն է իմ մեջ եւ Նայիրյան թախիծը իմ հոգում։ Այդ դուք Իրանում եք ծնվել, Իրանից ինչ եք բերել ձեզ հետ այստեղ Հայաստան։ Ես հավատացնում եմ ձեզ երեխաներ էինք եւ վիճում էինք պարսիկների հետ, պարսիկները որ գալիս էին մեր թաղման, ծեծ կրտուկ լինում էր։ Հետո մեզ տանում էին
ոստիկանատուն էին ասում այդ ժամանակ այնուհետև հարցնում էին ինչ է պատահել բայց մենք ջարդել էինք այդ պարսիկներին ոստիկանապետը ասում էր պարոնայք դուք գնացեք այսինքն մեզ էին պաշտպանում իմանալով որ նրանք եկել են մեր թաղը նրանք ներխուժել են հայոց թաղ ուրեմն պետք է պատժվեն սա է դուք կարող եք Հայաստան այդպիսի մի դեպք ցույց տալ ես չեմ կարող Արդարության զգացումը այո գեղեցիկ է դա չափազանց իսկ ձեր մանկությունը ինչպիսին էր Իրանում ես ավադան եմ ծնվել ապրել եմ Թեհրանում 6 ամսականից Թեհրան եմ եղել հետո նորից տեղափոխվել եմ Աբադան եւ իմ միջնակարգ դպրոցը որը հրաշալի պարսկական միջնակարգ դպրոց էր դուք կարող եք պատկերացնել մենք դպրոցում հերձում էինք կատարում դպրոցում հերձում էինք կատարում կադրերը պատրաստվում էին համալսարան ընդունելու համար եւ իմ ընկերներից շատերը բժիշկ են դառել գոնե 90% իսկ այդ տարիները ձեր մանկության ինչպիսին էին այնտեղ հրաշալի ես պատանեկան տարիներից արդեն ընդգրկել եմ Սախակողմյան շարժումների մեջ եղել եմ եւ կարող եք պատկերացնել որպեսզի կարողանայինք անդամավճար տալ վարված թերթերի գումարը տալ ես գնում էի շինարարության վրա ցեմենտի պակետներ էի վերցնում եւ պակետների սարքում վաճառում էի խանութներին որպեսզի կարողանամ իմ անդամավճարը տամ որպեսզի կարողանամ վարված թերթեր ասում որտեղ մենք այսպես էինք ասում կուսակցությունը լեգալ թերթեր ուներ որ պետք է վաճառեինք այդ լեգալ թերթերը մենք վաճառելու ժամանակ մեզ խոշտանգում էին ծեծում էին եւ ամբողջ թերթի դրցակը գցում էին արվի մեջ դրանց ասում էինք մենք վարված թերթ բայց փողը մենք պետք է վճարեինք հավատացնում եմ ձեզ գեղեցիկ տարիներ եղել պայքարի տարիներ եւ ես ինձ այդտեղ ձևավորված եմ զգացել որպես մարդ երկարուձիգ տարիներ եղել եմ լեռնագնաց պարսիկ լեռնագնաց ընկերների հետ ամենաբարձր գագաթը նվաճել եմ Պարսկաստանի դեմավանդ 5678 մետր եւ ինձ համար լեռնագնացությունը եղել է նաեւ մարդկության դպրոց ընկերասիրության դպրոց հավատացնում եմ այն որ այսպես ես սիրահարված եմ բնությանը եւ ամեն տարի ծառատունք եմ կազմակերպել եւ Հայաստանում եւ Արցախում գալիս է դրանից բնություն սիրելը պետք է եւ գեղեցիկ բնություն զարդարելը առավել եւս գեղեցիկ Ես գիտեմ որ դուք հեղափոխությունից շատ առաջ եք եկել Հայաստան իրանական իսլամական հեղափոխությունից նկատի ունեմ ինչպիսին էր Իրանը դուք ձեր աչքերով եք տեսել նախքան հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո Ես հեղափոխությունից հետո այնտեղ չեմ ապրել, բայց եղել եմ։ Ես կարծում եմ գիտությամբ ավելի բարձր, ավելի զորեղ, ավելի կայուն, որովհետև անգամներ շարունակ ես մեր գիտության կրթության նախկին նախարարների հետ եղել եմ Իրանում եւ իրենց գիտահետազոտական ինստիտուտներն եմ եղել կարող եք պատկերացնել հիացած էի մի անգամ ես դիալիզի ապարատ էի սարքել որը սառնարանի չափ էր երկրորդ այցին արդեն ճամբրուկի չափ էր իսկ երրորդ այցի ժամանակ դուք կարող եք ուղղակի տուն տեղափոխել այդ դիալիզի ապարատը եւ օգտագործել սա է իրանական գիտությունը շատ հզոր է շատ ամուր է եւ դա միայն Իրանին չէ համաշխարհային է այսօր Ամերիկայում NASA-ում քանի հազար իրանցի գիտնականներ են աշխատում գիտեք ավելի քան 2000 որոնք ամեն մեկը մի գանձ են դրա համար եմ ասում դա պետական ահաբեկչություն է երբ որ դու գիտնականին թիրախավորում ես եւ նրան ոչնչացնում
Պարոն Մելիքյան, իսկ հետևում եք իրանական սփյուռքի աջակցությունը այս օրերին իրոք նշանակալի է եւ շատ մեծ է իրանական սփյուռքը։ Գիտեմ, որ հեղափոխությունից հետո շատերը լքեցին Իրանը։ Իմ ընկերներ զանգել Ամերիկայից, ասում են հարյուրավոր մարդիկ ցուցակագրվում են, որ գնան Իրան, պաշտպանելու Իրանը։ Բայց դուք գիտեք, հիմա պատերազմը հերահար պատերազմ է, տմարտի պատերազմ է, այն պատերազմները, որ մենք պատկերացրել ենք Արցախյան պատերազմի ժամանակ, լրիվ ուրիշ է եղել Արցախյան առաջին պատերազմը։ Դա երկու հավասար ուժերի պատերազմ է եղել։ Մենք ճիշտ է այդ ժամանակ շատ թույլ ենք եղել, բայց հաղթել ենք, որտեղ ոգեղեն ենք ունեցել մեր մեջ։ Մեր ոգին է կարողացել մեր թշնամուն հաղթել։ Այսօր դա են ջարդում, ցավում եմ ես։ Վերջերս էլի հարցազրույց էի լսում իրանագետներից մեկի հետ, ինքն ասում էր Նիզամին ասում էր Իրանը աշխարհի սիրտն է։ Այո։ Եվ այդ տողերով իրանական ժողովուրդը կարծես ապրում է։ Այո, ասում է Իրանը իրոք աշխարհի սիրտն է, եւ ես չեմ կարող այդ սիրտը չսիրել։ Նիզամի շատ հզոր է, շատ հակառակ այն բանի, որ այսպես կոչված ազարիները ասում են դա պարսիկ չէ։ Պարսիկ է իր գրականությամբ, իր հայրենասիրությամբ, իր տողերով, ոչ թե տողատակով, այլ տողերով։ Դուք առաջին անգամ երբ եկաք Հայաստան, պարոն Մելիքյան, ձեր զգացողությունները հիշում եք։ Ինչ զգացողություններ էին դրանք։ Երբ Հայաստան եմ եկել, հավատացնում եմ ձեզ, հող համբուրեցի եւ նվիրումով լծվել եմ աշխատանքի։ Ես մի երջանկահիշատակ ռեկտոր ունեինք Գագիկ Ստեփանի Դավթյան։ Նա երկտող է գրել, որ ես ընդունել եմ համալսարան, երկրորդ կուրս, ընկեր Մկրյանին, մեր դեկանին։ Եվ ես ամբողջ էությամբ նվիրվել եմ հայոց գործին, հավատացնում եմ ձեզ։ Ու երջանիկ եմ, որ հայ եմ, երջանիկ եմ, որ Հայաստանում եմ ապրում, երջանիկ եմ, որ ուժերից ներածին չափով օգտակար եմ եղել երկրից եւ օգտակար եմ լինում։ Ես իմ ուսանողների հետ ավելի քան 200,000 ծառ եմ դրել։ Այստեղ Երևանից Սևան ճանապարհը, որ դուք նայեք, դա մեր ուսանողներն են զարդարել։ Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո մենք ամեն տարի 4 անգամ գնում էինք ծառատունքի։ Ավելի քան 10,000 ընկուզենի ենք դրել Արցախում։ Եվ այդտեղ միտք եղացավ, որ լավ կլինի մի կենտրոն ստեղծենք եւ Քարոլայն եւ Ջորջ Նաջարյանների միջոցով ստեղծեցինք Արփեն Մայր եւ նորացին կենտրոնը իմ խորհուրդով։ Կարող եք պատկերացնել այդ կենտրոնում ծնվել է մեր թերթը տպագրել է դա 33,729 երեխա եւ այդ համարով թերթը լույս է տեսել։ Այսինքն Արցախի բնակչության 1/4-ը երիտս օրտնվի այն մարդկանց տունը Քարոլայն եւ Ջորջ Նաջարյանների, որոնք սատար կանգնեցին Արցախի բազմազավակ ընտանիքներին։ Շնորհակալ եմ իրենց։ Բոլորս ենք շնորհակալ, կարծում եմ։ Պարոն Մելիքյան, ինչ է այսօր Հայաստանում կատարվում ձեր կարծիքով։ Կարծում եմ Հայաստանում այդ ոգին են ուզում ճնճեն։ Տեսեք, վեհապար տերը կանգնել է արցախահայության համահավաք իրավունքների պաշտպանության գործը։ Իսկ մեր պետական այրերը, այսպես կոչված այրերը, իրենց բերանը ջուր առած Արցախ անունը չեն ուզում տան, հայրենիքի մեր այդ չքրախ մասի, դա է տիրախավորվել հիմա, հիմա ոգեղենն է տիրախավորում այս անձանց միջոցով, զգույշ պետք է լինենք, մեր ժողովուրդը պետք է զգույշ լինի, բայց կարծում եմ այդ պարոնները ոտնակող են անում ամեն ինչ, դժվար է ավարտել լինելու նրանց, մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, մեր ժողովուրդը իր մեջ ուժ է գտնելու,
որ նորից վերականգնի իր ոգեղենը։ Ես նշեցի, որ առաջին պատերազմի ժամանակ մեր ոգին է հաղթել, որովհետև մարդիկ 16 տարեկանում թողնում էին իրենց տունը եւ գնում էին ճակատ, առանց տեղյակ պահելու իրենց ծնողներին։ Սա էր կարողացավ հաղթել, սա ուզում են ջնջել, ուզում են ոտնակող անել, չի ստացվի, մեր ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի եւ կկարողանա պաշտպանել իր հոգեվոր արժեքները, իր ոգեղենը, որ դարեր շարունակ պահել է մեզ։ Եկեղեցին, երբ մենք պետություն չենք ունեցել, պետության դեր է կատարել։ Մեր արվեստը, մշակույթը, գիտությունը եկեղեցու կողքն է համախմբել։ Եվ եկել հասել ենք այս օրվան, հավատացնում եմ ձեզ, լուսեղեն է լինելու մեր ապագան։ Ես չեմ կասկածում։ Իսկ այդ վերածնունդը ձեր կարծիքով ինչով պայմանավորված կլինի։ Դուք որտեղ եք տեսնում ելքերը։ Գոնե ամեն մի 10 մարդուց 9 մարդու հետ, որ խոսում եմ ուղղակի, նրանք ինձ հետ համակարծիք են։ Հավատացնում եմ ձեզ, չեմ չափազանցնում։ Դուք նաև մի անգամ ասացիք, որ մեզ հիմա պետք է միասնություն։ Իսկ ում հետ միավորվել եւ ում դեմ միավորվել։ Ընդդեմ ստի, ընդդեմ կեղծիքի, ընդդեմ հայրենադավության, ընդդեմ այն մարդկանց, որոնք մեր արժեքները ոտնակող են անում եւ հանուն հայրենիքի, հանուն այն գեղեցիկի, այն գեղեցիկ մշակույթի, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ ստեղծել ու պահել է։ Դուք պատկերացրեք, երբ որ մոնղոլները Տաթևի վանքում մեր ձեռագրերը վարում էին, իշխանների գլուխը տրատում էին։ Մի մարդ մոտեցավ, եթե ասաց նրանց բոլորին դուք մորթեք մի ծերունի, նրանք մի կոպեկ ձեզ չեն տա, մի ոսկի ձեզ չեն տա, նրանց գրքերը այրեք, գրքերը, եւ երբ բերում էին, փրկագին էին տալիս հայերը գիրքը փրկելու, հայը գիտության մարդ է, հայը զորեղ է, հայը կահաղթի, ստին, ճշմարտությունը հաղթանակով է պսակվելու։ Պարոն Մելիքյան, բայց այսօր ցավալիորեն ես նկատել եմ, որ այդ հայկականության գիտակցությունը, զգացողությունը քչերին է, կարծես քչերին է տրված եւ քիչ-քիչ գնալով նահանջում է։ Դա վերաբերում է եւ երաժշտությանը եւ մշակույթի ընկալմանը, հայկական մշակույթի ընկալմանը։ Ինչ է կարծում, դրա դեմ է պայքար տարվում։ Դուք գիտեք, երբ որ գնում եք Մարտիրոս Սարյանի փողոց, դրանով չի ավարտվում Հայաստանը, չէ, դրանք շատ չնչին են, շատ փոքր մասն է մեր ժողովրդի։ Գնացեք մեր ժողովրդի մոտ, հիմա գնացեք գյուղերը եւ կտեսնեք ես ինչ եմ ասում։ Գնացեք Շիրակ, կտեսնեք ես ինչ եմ ասում։ Սյունիք, ես անցյալ շաբաթ եմ վերադարձել Սյունիքից։ Տեսեք մտավորականներն ինչպես են մտածում։ Դա է ինձ հույս տալիս, որ մենք, այսինքն ճշմարտությունը հաղթելու ենք։ Մի անգամ Պողոս Առաքյալի խոսքերը կարծեմ մեջ բերեցիք, որ այնինչ տալիս ես, իրոք քոնն է, այնինչ պահում ես, քոնը չէ։ Այնինչ տվեցիր, քոնն է Հավիտյան։ Այնինչ պահեցիր, կորած է հավերս։ Մեր ժողովուրդը դա գիտակցում է։ Եվ շուտով, շատ շուտով դուք կտեսնեք այն գեղեցիկը, որ մենք բոլորս հայերս երազում ենք։ Հետաքրքիր է, պարոն Մելիքյան, դուք հաստատ շատ ավելի լավ կիմանաք, թե Հայաստանում հասարակ ժողովուրդը, ես նկատի չունեմ գիտնականները, որքանով են Իրանը ճանաչում եւ որքանով է դա կարեւոր, ընդհանրապես եւ այսօր։ Որովհետեւ իրենց թվում է, որ Իրանը մի հետամնաց երկիր է։ Իրանը գիտության երկիր է, մշակույթի երկիր է։ Փույթ չէ Իրանը ինչ դրոշ է կրում։ Փույթ է, այն է կարևոր, որ ինչ մշակույթ է կրում, 3000-ամյա մշակույթ է կրում և ամփոփող, կայուն, ես ուրախ եմ, որ գոնե մեր ուսանողները դրոշակակիրն են այդ իմաստասիրության։
Եվ այդ գեղեցկությունը կա նաև իրանական ֆիլմերում։ Ֆիլմ արտադրությունը այսօր իրանական ուղղակի հզոր ֆիլմ արտադրություն է եւ կինոգետներից մեկը իդեպ ասաց, որ դա պայմանավորված է նաև իրանական հզոր պոեզիա է, որի ավանդույթները շարունակվում են ֆիլմերի մեջ։ Դուք գիտեք, որ հայերը ինչ մեծ դեր ունեն ֆիլմ արտադրության մեջ։ Եվ ֆիլմ արտադրության, եւ թատրոնի, այո, հայերը իրոք շատ մեծ դեր ունեն։ Այնպես որ չնսեմացնենք հայոց դերը, ես ընդգծում եմ հայոց դերը, չնսեմացնենք հայոց պատմությունը։ Հավատացնում եմ, մեծն խորենացին ասում է, մենք հյուսիսային ազգերի մեջ ամենավեհը կարող եք պատկերացնել 5-րդ դարում է գրում դա ուրեմն այդ վեհությունը պետք է պահենք մեր մշակույթը պահելով մեր ոգեղենը պահելով եւ հայրենիքը սիրելով Պարոն Մելիքյան, իսկ Իրանում որքանով են Հայաստանը ճանաչում եւ ընկալումների հարց կա այստեղ իրենք նայում են որպես պարսկական մեծ կայսրության մի մաս Հայաստանը թե առանձին ինչ որ միավոր կարող եք պատկերացնել ուրեմն մի անգամ մեր ռեկտորի հետ երջանկայի շատակ Արամ Սիմոնյանի հետ Իրանի համալսարանում ենք եւ մեզ հենց համալսարանի իր սենյակում ճաշկերույթ էր տալիս ռեկտորը ես ռեկտորի կողքն էի ասաց պարոն Մելիքյան հայերը Իրանում քանի միլիոն են ես հանկարծակի եկա ասեցի անգեղ ասաց չգիտեմ ձեր կարծիքը ասաց 5 միլիոն կլինեն ասեց ճիշտ ասած ես ստույգ թիվ չգիտեմ ասի բայց դուք որտեղից եք 5 միլիոնը ասաց որովհետև իմ ամեն մի 5-րդ պրոֆեսորը հայ է կարող եք պատկերացնել դուք պատկերացնում եք մենք ինչ ուժ ենք ուզում եմ ասել որ իրանցիները լավ են ճանաչում հայ գիտնականին հայ միտքը եւ հայ խելքը Իսկ իրանական մշակույթի ազդեցությունը հայկական մշակույթի վրա ինչպես կարելի է բնորոշել եւ չափել այն շատ մեծ է Կարդացեք Աբեղյան կարդացեք Ադոնց ահա նրանք ասում են թե ինչպիսին է նույնիսկ չափածո խոսքը մեր այո կարող եք Ֆիրդուսու ազդեցությունն է գրում շատ կարևոր է շատ մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն ազդեցություն այլ մենք գրողն ենք եղել նաև այդ մշակույթի այդ հզոր մշակույթի Հետաքրքիր այդ ձեզ համար ձեր ամենասիրած տողերը պարսկական գրականությունից եւ հայկական գրականությունից որոնք են Եվ որ շատ են բնորոշում օրինակ այդ քառատողը բնորոշում է հայկական գրականությունը որոշ չափով թե ամբողջապես չէ եւ այդ մյուս քառատողը իրանականը ում կընտրեիք Երթամ հիմի ու կարոտով անմխիթար իմ երկիչի երազներով ու երկերով երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ որպես ուրու հալածական որպես տեսիլ տամ պարարոցս կարոտին այն երկնուղեշ օրորվեմ եղերական ու ամբասիր թող ոչ մի զող չպահանջվի ինձից բացի ուրիշ ոտքեր կախաղանին թողոտ չգան եւ դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի նոկատեսնեն իմ բորբ երկիր լուսապայծառ քո ապագան թող ոչ մի զող չպահանջվի ինձից բացի ուրիշ ոտքեր կախաղանին թողոտ չգան Չարենց Մահվան Իսկ իրանական ասեմ 9-րդ տարից Ահույը քուհի դարդաշտ چگونه بوزا او ندارد یار بی یار چگونه دوزا لرناین եղնիկը դաշտում ինչպես կարող է լինել նա յար չունի առանց յար ինչպես կարող է վազել Շատ գեղեցիկ Պարոն Մելիքյան ուզում եմ հայ ժողովրդին հիմա ոչ թե ինչ որ խրատական որևէ բան այլ ընդհանրապես խորհուրդ ինչպես այսօր ապրել ինչ անել կարող եք տալ Պիտի ասեմ Չարենցի խոսքերը մեր
Հավաքական ուժը մեր միասնության մեջ է։ Եթե կկարողանանք միավորվել, վստահորեն ստաբարո մարդկանց կկարողանանք քշել մեր երկրից կամ նրանց դարձի բերել։ Այս երկուսից մեկը։ Երկրորդը մի քիչ դժվար է կարծում եմ, բայց կարծում եմ մարդը իրավունք ունի սխալ ընդունի, եթե մարդ է, եթե ոչ դա իր գործն է։ Ես բազում անգամ սխալվել եմ, բայց մեղա եկել եմ։ Այս մարդիկ արդեն ամեն ինչ կորցրեցին եւ ցավալի է ինձ համար, որ իշխանավորներից շատերը իմ ուսանողներն են եղել ու ցավում եմ, ցավ եմ ապրում, որ այս հրաշք դպրոցը անցել են, տեսել են վերաբերմունքը մեր եւ այսօր մոռանում են այդ բոլորը։ Նաեւ այն մարդիկ, որոնք աշխատում են Սփյուռքի նախարարությունում, մի մոռացեք, ով մոռանում է մեր եղերնը, նա հայ չէ, ով մոռանում է մեր ժողովրդի տառապանքները, նա չի կարող հայ կոչվել։ Մենք վեր ենք բարձրանալու, նորից կրկնում եմ, հավատացնում եմ ձեզ, գալու է այդ օրը, Փյունիկը կտրչեք։ Դա Աստված։ Պարոն Մելիքյան, վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալու։ Էլի։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Կարծում եմ դրամատիկ։ Հնարավորություն ունեք մեկին վերակենդանացնելու, ում կվերակենդանացնեիք։ Ում կվերակենդանացնեի Չարենցին։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Նոյեմբերին 2022-ին։ Սամվել Մուրադյանի հետ, Աշոտի հետ եւ մեր տնգած ծառերի ընկույզներն են քաղել հիշատակ։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել անձամբ եւ որտեղ։ Արաբական շարժումը։ Նորից։ Որովհետև ժողովուրդը մաքրվեց, ժողովուրդին վերագտավ, ժողովուրդը իմացավ, որ ինքը ուժ է ներկայացնում։ Իմ եւ որդին եւ դուստրիկս փոքր են եղել այդ շրջանում, բայց հավատացնում եմ, իրենք մասնակցում էին։ Դա էր ուժ տալիս, որ ես գիտեի վաղը հաստատ հաղթելու ենք։ Երջանիկ ժամանակներ էին այդ ժամանակները։ Գալու են այդ ժամանակները, ես վստահ եմ, երբեք չկասկածեք, մեր ժողովուրդը այդ ուժը ունի։ Ինչ ասել է ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Ձեր կեցվածքը, ձեր նստածը լինելը, ձեր հարցը փորձը։ Դա հայկական է։ Պարկեշտություն, դա հայկական է։ Սեր շրջապատի հանդեպ, հայկական է։ Զոհաբերություն, դա հայկական է։ Հայաստանի մասին օտարերկրացուն 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Ամենաբնորոշող 3 նախադասությունը Հայաստանի մասին։ Քրիստոնյա առաջին ժողովուրդը նվիրում ունեցող իր գաղափարներին եւ կասկած չունեցող ապագայի հանդեպ։ Պարոն Մելիքյան, անչափ շնորհակալ եմ, իսկապես շատ հետաքրքիր էր։ Ես եմ շնորհակալ։ Շատ զգացված եմ։ Լավ եմ զգում։ Ուզում եմ մի քիչ, բայց կներեք։